ձեն հեռացավ, վայր, զոր նախսեն կամ զոր խոստովանի, դիանքի վենացանքի, անասելի են անորությունքի, աններելի են ծավքի միամնշկերի են վերքին, մեղա աստուծով։ Աստված տողություն շնորհեսե։ Այսուր, սկեզ ունիք միշնոր տաշտության և արևոս արմիացին որդինաս, Դիշվան պիամը կոր դվյալ է կեզ, արձակեցեց մեզիկով բից մեղած ներոց աղաչեմ կեզ։ Տեր ողորմյա, Տեր ողորմյա, ողորմեսի ձեզ մարդասերն Աստված, և թողություն շնորհեսի ամենայն հանցանած ձերոց, խոստովանացելոցն և մոռացելոցն, և ես կարգավս քահանայական իշխանության և հրամանավն Աստվածային, թե զոր արձակիցեք հերկի եղիցի արձակյալ հերկինս, նովին բանիրն արձակեմս ձեզ ամենայն մասնակցութենե մեղած ձերոց, ի խորհրդոց, ի բանից և ի գործոց, հանուն հոր և որդվո և հոգույն սրբո, և դարձյալ դամս ձեզ ի խորհուրդը սուրբ եկեղեցվո, թե զոր ինչ գործիցեք բարիս, եղիցի ձեզ ի բարեգործություն և ի փառս հանդերձյալ կենացը, ամեն, Աստված ու հաղորդության արժանի դարձնի ձեզ։ Հարգելի հեռուստադիտողներ, 24 նյուզը ուղիղ հեռարձակում է ապահովում Մայրաթոր Սուրբ Էջմիածնի ներսից։ Այսօր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնն է, որը կոչվում է նաև Զատիկ, ինչը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված։ Զատիկը հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է։
Սուրբ Հարության հրաշափառ օրվան հասնելու համար յուրաքանչյուր քրիստոնյա անցնում է մեծ պահքի փորձություններով լի երկարատև ճանապարհ։ Որի հանգրվան է Հիսուս Քրիստոսի մատնության, չարչարանքների, խաչելության, թաղման, ինչպես նաև նրա կողմից դժոխքի ավերման եւ հոգիների ազատման օրերն են։ Այս ամենի պսակը Սուրբ Հարության շաբաթն է, որը կոչվում է ավագ կամ մեծ, որովհետև իր մեջ պարունակում է 4 մեծ խորհուրդ։ Աշխարհի արարման առաջին շաբաթվա խորհուրդը, այնուհետև այս կյանքի 7 ժամանակաշրջանների խորհուրդը, ապա Քրիստոսի չարչարանքների խորհուրդը եւ աշխարհի վախճանի խորհուրդը։ Այն մեզ ամբողջությամբ ավանդում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի ամենակարևոր շրջանը, վերջին 7 օրերի ուսուցումները, չարչարանքները, մահը եւ հարությունը։ Ավագ շաբաթը հաջորդում է ծաղկազարդին եւ ավարտվում Տիրոջ հրաշափառ հարությամբ։ Հիսուս Քրիստոսի խաչելությունից եւ մահից հետո երեկոյան բարեպաշտ մարդիկ նրա մարմինը իջեցրին խաչից եւ դրեցին վիմափոր գերեզմանի մեջ, փակելով մեծ քարով։ 3 օր հետո կիրակի առավոտյան յուղաբեր կանայք Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը եւ Սողոմեն գնացին գերեզման, անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը թափուր։ Մինչ նրանք տարակուսում էին, երևացին 2 հրեշտակ եւ ասացին. «Ինչու եք ողջին մեռելների մեջ փնտրում, այստեղ չէ, այլ հարություն է առել»։ Հարության լուրը կանայք ավարտեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը ելված նրանց։ Քրիստոսի հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության եւ հավատքի հիմքը։ Եթե մեռելների հարություն չկա, ապա եւ Քրիստոս հարություն չի առել, եւ եթե Քրիստոս հարություն չի առել, իզուր է մեր քարոզչությունը, իզուր է եւ ձեր հավատը։ Նշված է նոր կտակարանում Կորինթացիս 15 գլուխ 13-ից 14 խոսքերում։ Սուրբ Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Սուրբ Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները։ Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Սուրբ Պատարագ։ Սուրբ Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են Քրիստոս հարյավ իմեռելոց ավետիսով։ Պատասխանում օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում, ներկված ձուն համարվում է հարության եւ նոր կյանքի խորհրդանիշ։ Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուս Քրիստոսի կենդանարար արյունը, որը թափվեց մարդկության փրկության համար։ Ըստ Սուրբ Գրիգոր Տաթևացու միայն զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի եւ ինչպես իմաստուններն են ասում, դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը օդին, սպիտակուցը ջրին, դեղնուցն էլ երկիժն է։ Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը, եւ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով հռչակում ենք մեր փրկությունը։
Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը հայ եկեղեցին նշում է 50 օր շարունակ մինչև հոգեգալիստյան տոն Պենտեկոստե։ Այս ընթացքը կոչվում է հինանց շրջան կամ հինունք, որը ծագում է հիսունք բառից։ Քիչ անց կսկսվի ճրագալույցի Սուրբ Պատարագը, որով էլ կսկսվի զատկական տոնակատարությունները։ Առավոտյան եկեղեցիներում կկատարվի ժամերգություն, անդաստանի արարողություն, ապա մատուցվելու է տոնական Սուրբ Պատարագ։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ 24 Նյուզը ուղիղ հեռարձակում է ապահովում Մայրաթոր Սուրբ Էջմիածնի ներսից։ Այսօր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնն է, որը կոչվում է նաև Զատիկ, ինչը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված։ Զատիկը հայ առաքելական Սուրբ եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է։
Սուրբ Հարության հրաշափառ օրվան հասնելու համար յուրաքանչյուր քրիստոնյա անցնում է մեծ պահքի փորձություններով լի երկարատև ճանապարհ, որի հանգրվանը Հիսուս Քրիստոսի մատնության, չարչարանքների, խաչելիության, թաղման, ինչպես նաև նրա կողմից դժոխքի ավերման և հոգիների ազատման օրերն են։ Այս ամենի պսակը Սուրբ Հարության շաբաթն է, որը կոչվում է ավագ կամ մեծ, որովհետև իր մեջ պարունակում է 4 մեծ խորհուրդ։ Աշխարհի առարժման առաջին շաբաթվա խորհուրդը, այնուհետև այս կյանքի 7 ժամանակաշրջանների խորհուրդը։ Ապա Քրիստոսի չարչարանքների խորհուրդը և աշխարհի վախճանի խորհուրդը։ Այն մեզ ամբողջությամբ ավանդում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի ամենակարևոր շրջանը, վերջին 7 օրերի ուսուցումները, չարչարանքները, մահը և հարությունը։ Ավագ շաբաթը հաջորդում է ծաղկազարդին և ավարտվում Տիրոջ հրաշափառ հարությամբ։ Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օր նույնպես կոչվում է ավագ և շաբաթվա յուրաքանչյուր օր ունի իր առանձին խորհուրդը։ Ավագ երկուշաբթին, բացի այն, որ արարչագործության առաջին օրվա խորհրդանիշն է, եկեղեցական ավանդության մեջ հայտնի է նաև անիծված թզենու կամ թզենու երկուշաբթի անուններով։ Այս անվանումը կապված է ավետարանական այն դրվագի հետ, երբ Հիսուս Քրիստոս մոտենալով մի թզենու, որը հեռվից շատ փարթամ ու գեղեցիկ էր երևում, ցանկանում է մեկ թուս պոկել և ճաշակել։ Տեսնում է, որ թզենին անպտուղ է, ինչի պատճառով էլ անիծում է նրան։ Այնուհետև քեզնից հավիտյան պտուղ թող չլինի, ասում է Հիսուս Քրիստոսը։ Այս անելով Քրիստոս կամենում էր ցույց տալ, որ Երուսաղեմ մտնելու ճանապարհին հանդիպել էր բազմաթիվ մարդկանց, որոնց արտաքին կյանքը թվում էր, թե լի էր ողջություններով, բայց դատարկ էր և անպտուղ, քանզի ամեն ինչ ավելի շատ ցուցադրության և մարդահաճության համար էր արվում, քանի փառս Աստծո։ Իսկ ինչու Քրիստոս հենց թզենին ընտրեց։ Հարցին մեկնիչները պատասխանում են, փաստելով այն հանգամանքը, որ թզենին մյուս ծառերի համեմատ ավելի ուշ է չորանում, քանզի կաթի նման հոսող նյութ ունի և ավելի մածուցիկ է, ինչն էլ աստվածային զորությունն ավելի շեշտեց, քանզի եթե ծառը նույնիսկ արմատահան անեին և կտրեին, մի որոշ ժամանակ անց նոր ամբողջովին կչորանար, սակայն Քրիստոսի խոսքերից չորացավ նույն րոպեին։ Ավագ երեքշաբթին պատկերում է արարչության 3-րդ օրը, երբ Աստված երկրի վրա դալար բույսեր և պտղատու ծառեր աճեցրեց։ Օրվա ամբողջ խորհուրդը ամփոփվում է 10 կույսերի առակում։ Մատթեոս 25 գլուխ 1-13 խոսքերում և իր պատգամով անմիջականորեն կապված է նախորդ օրվա խորհրդի հետ, քանզի եթե մարդը հայտնվի 5 հիմար կույսերի իրավիճակում, ապա թզենու պես կլինի անպտուղ և կչորանա։
Այս օրը գալիս է մեզ եւս մեկ անգամ հիշեցնելու, թե ինչպես պետք է ապրի ճշմարիտ քրիստոնյան, որպեսզի վերջում չարժանանա Քրիստոսի, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում դառը եւ կործանարար խոսքերին, այլ միշտ արթուն լինի, որովհետեւ հայտնի չէ մարդու որդու գալստյան օրը եւ ոչ էլ ժամը։ Ինչը նշված է կրկին Մատթեոսի 25 գլխի 13-րդ խոսքում։ Ավակ չորեքշաբթի օրը հիշատակում են այն կնոջը, ով թանկարժեք յուղով ոցեց Քրիստոսի գլուխը, ինչը խորհրդանշեց Տիրոջ մոտալուտ մահը։ Այդ դեպքին հաջորդում է Հուդայի Հիսուսին մատնելու վճիռը։ Այն ժամանակ 12-ից մեկը Հուդա Իսկարիովտացի կոչվածը գնաց քահանայապետի մոտ ու ասաց. «Ինչ կկամենայիք ինձ տալ, որ ես նրան ձեզ մատնեմ»։ Եվ նրանք 30 արծաթ դրամ խոստացան նրան։ Այս ամենն էլ պատճառ դարձավ առաքյալների այն որոշման համար, որի համաձայն ամեն չորեքշաբթի պետք է պահ պահել եւ ապաշխարել հիշելով, թե ինչպես մատնվեց մեր Փրկիչը։ Ավակ 5 շաբթի բացի այն, որ հիշատակն է խորհրդավոր ընթրիքի, նաև ներկայացնում է 5-րդ ժամանակաշրջանի խորհուրդը, երբ Իսրայելի զավակները կերան զատկական գառը, մկրտվեցին ամպի ու ծովի մեջ, անապատում կերան երկնքից իջած մանանան եւ ըմպեցին աղբյուրից։ Ավակ 5 շաբթի օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ եւ կատարվում ոտնլվայի արարողություն համաձայն ավետարանական այն դրվագի, որտեղ հստակ ասված է. Եթե ես Տերս եւ վարդապետս լվացի ձեր ոտքերը, դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ, որովհետեւ մի օրինակ տվի ձեզ, որ ինչպես ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձևով արեք։ Ավակ ուրբաթը հիշատակում է Տիրոջ չարչարանքները, խաչելությունը եւ մահը։ Հիսուս Քրիստոսի խաչելությամբ ու մահվամբ իրականացան հին կտակարանյան բոլոր մարգարեությունները, Մեսիայի գալստյան եւ փրկagorցության վերաբերյալ։ Արևն ու լուսինը խավարեցին, Երուսաղեմի տաճարի վարագույրը պատռվեց, երկիրը շարժվեց, ժայռերը ճեղքվեցին, գերեզմանները բացվեցին եւ հին աշխարհի ու դժոխքի մոտալուտ կործանումն ազդարարեցին։ Բոլոր եկեղեցիներում ի հիշատակ այս ամենի կատարվում է խավարման եւ թաղման կարգ։ Այս ողբալի օրվան հաջորդում է վեհասքանչ եւ քրիստոնյաների թերևս ամենաերջանիկ օրը, ավակ շաբաթը, Քրիստոսի փառահեղ հարության օրը։ Քանզի արժանանում ենք լսելու հրեշտակաբարբար ավետիսը, Քրիստոս հարյավ իմ մեռելոց։ Այս խորհուրդը մեծապատիվ է ու հրաշալի, քանզի գլուխն է բոլոր տնօրինական խորհուրդների։ Քրիստոս հարություն առնելով մեռելներից իր հետ հարություն տվեց նաև մեզ մեղավորներից ու ապականվածներից։ Նա որպես քաջ հովիվ իր մոլորված ոչխարների համար իր անձը տվեց։ Սուրբ հարության օրը ոչ մի կերպ չի զիջում այն օրվան, երբ երկիրն արարվեց, որովհետև Տերն իր հրաշափառ հարությամբ նոր արարչագործություն կատարեց, ազատելով մարդկանց իրենց հին մեղքերից եւ տալով դեպի Աստված դարձի ճշմարիտ ու միակ ճանապարհը։
Ուրնոչկա։ Զինվորի համար ես նկարում։ Լավն է բռոշը։ Կարլենը որի մատա Մի հատ պահի, հա։ Ալո։ Ալո։ Լավ։ Երմին մտամ։ Մտամ։
Ժողովուրդ ջան, ընդհանրական խոստովանություն եք կարծես, ովքեր որ հաղորդում պիտի ստանան, մոտեցեք այստեղ, ծնկի եկեք, խոստովանությունը լսեք, լավ։ Աստված գողություն շնորհես Ձե։ Մեղամենայն ողջով շինվածույց եւ ամենայն անդամով մարմին։ Ընկյալ զգանով ուսիվեցեք ին շարմանը։ Նրան բարձ ոտնարության եւ այլակաշ մեղքության։ Աջ եւ անգամ կոտորելով, դարաշնոցը մեղանչելով եւ դերշնոցը չար նշավան գոլով մեղա Աստծո։ Աստված գողություն շնորհես Ձե։ Solom.